Լավ, հասկանալի է։ Էմա Պալյան, համեցեք, փոխվել եք տեղերով, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, հատկապես սիրելի գյումրեցիներ։ Օրեր անց Գյումրիում տեղի կունենան արտահերթ դիմընտրություններ, իսկ մինչ այդ բոլորիս աչքի առաջ Գյումրու համայնքապետի աթոռին նստելու համար պայքարում են բոլոր նախկին ղեկավարներն իրենց տեղային արբանյակներով։ Ու ամենազավեշտալին այն է, որ այդ արբանյակներն ամեն կերպ փորձում են գյումրեցուն ապացուցել, որ իրենք նոր դեմքեր են ու կապ չունեն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դե հասկանալի է, իրենք էլ են հասկանում, որ որևէ նախկինի հետ ասոցացվելու դեպքում ընտրությունների ելքն իրենց համար մեղմ ասած տխուր է լինելու, բայց գյումրեցին հո լավ գիտի, ովքեր են, որտեղից են գալիս եւ ուր են ուզում գնալ։ Սիրելի գյումրեցիներ, մինչ մենք համայնքապետի պաշտոնակատար ունենալուց հետո, իդեմս մեր թեկնածու Սարիկ Մինասյանի եւ կառավարության փորձում են Գյումրու եւ գյումրեցու հոգսերը թեթևացնել, ավելի բարեկեցիկ կյանք ապահովել, որոշ մարդիկ, ովքեր բացառապես իրենց կրիմինալ անցյալով ու ներկայով են հայտնի մեր քաղաքում, կամ ինչ-որ մեկը, ով տպավորություն է, թե միտեղ ծաղրածուի թափուր տեղի մասին հայտարարություն է կարտացել ու հետո, ինչպես գյումրեցիներն են ասում, ալիքները խառնել, հայտնվել է նախընտրական պայքարում, խոսում են Գյումրու ապագայի մասին։ Այս մարդկանցից մեկ Նանձ է, ով երկար տարիներ իր իսկ ձեռքով քար է գցել Գյումրու ապագայի վրա։ Իմ քաղաքը դարձնելով մի վայր, որտեղ բացառապես իշխել է վախի ու սպառնալիքի մթնոլորտ։ Մարդ ում անունը տալուց հետո չես կարող միտքդ չշարունակել ապօրինի գույքի, քաղաքի այս կամ այն ռեստորանում հնչած կրակոցների, այդ կրակոցներից տուժած պատահական անցորդների, մարդկանց ձեռքից այս կամ այն բանը խլելու մասին արտահայտող մտքերով։ Բոլոր նախկին իշխանությունների ժամանակ բարի ուղիղ իմաստով հպատակ աշխատած սույն անձը օրերս մեզ իշխանություններից հպատակ անվանեց։ Ժողովրդական խոսք կա, գողն ամենաբարձրն է գոռում, որ դիմացինը գող է։ Թեկնածուներից հաջորդը, ում մասին արդեն խոսեցի, Գյումրու եւ գյումրեցու համար ոչինչ չարած անձը հակադարձելով մեզ ասում է. Համայնքը կարող է զարգանալ առանց կառավարության միջամտության, միևնույն ժամանակ խոսքին լուրջ երանգ տալու համար ասում է. Նիկոլը հոր տնից չի բերում բյուջեն, ոչ չտա Գյումրիին։ Այո, իհարկե, ոչ վարչապետի եւ ոչ էլ մեր որևէ թիմակցի հոր տանը այդ չափ գումար չի եղել ու չկա որ բերենք, բայց այ ձեր քաղաքական հայրերի եւ մայրերի տնից բերել եւ շարունակելու ենք բերել ու այդ գումարները ծախսել Հայաստանի եւ Գյումրու զարգացման համար։ Վառօրինակ ապօրինի գույքերի գործով արդեն մի քանի տասնյակ գործերը, որոնցով պետությանն են վերադարձնում միլիարդավոր դրամներ։ Սիրելի գյումրեցիներ, րոպե անգամ կասկած չունեմ, որ գիտակցված ընտրություն եք կատարելու, գնահատելով եւ տեսնելով կատարված աշխատանքը, զգալով այն սրտացավությունը, որ մենք տածում ենք ձեր հանդեպ։ Եվ ի վերջո, դուք արդեն նախնական ընտրություններով կատարել եք ձեր ընտրությունը, ձեր ձայնը տալով Սարիկ Մինասյանին։ Մնում է միայն մարտի 30-ին գնալ ընտրատեղամասեր եւ վերահաստատել ձեր իսկ կատարած ընտրությունը։ Շնորհակալություն։ Արմենուհի Գյուրեղյան, հաջորդ